Լավ, ուրեմն ինչպես Կիրակի օրը կամ անցած շաբաթ իմ խոսքում անդրադարձ կատարեցի միջինգի խորհրդի հետ կապված Եվս մեկ անգամ փորձենք անդրադարձ կատարել ինչ է իրենից ներկայացնում միջինգը, որպեսզի մութ բան չմնա մեր մեջ։ Չլինի թե հանկարծ մի բան տոնենք, մի բան անենք, ինչպես մեր ժողովուրդն է անում, բայց չգիտե ինչ է անում։ Ինչպես օրինակ, այս վերջին շրջանում որոշ մարդիկ դե գիտեն, որ միջինգ է, լսել են միջինգ անունը, բայց չգիտեն դա ինչ է։ Գիտեն, ինչպես օրինակ են կատակի նման, հարակի նման, որ ասում է, գիտեն, որ արարողություն է, բայց չգիտեն, որ հարսանիք է։ Գնում են արարողության, բայց չգիտեն, որ հարսանիք են գնում։ Հիմա մենք են, իբրև քրիստոնյա, գիտենք, որ միջինգ է, բայց չգիտենք, որ դա եկեղեցական խորհուրդ ունի։ Իմաստ է պարունակում իր մեջ։ Բնականաբար այս չիմացությունը ուր է տանելու մեզ հասցնի, տանելու է հասցնի աղանդավորների դուռը։ Եվ օրերից մեկ օրեր աղանդավորները դառնան ասեն, ահա, մի հատ հազակռապաշտություն է, բաղաչ հաց են պաշտում։ Սա եք սովորեցին։ 100% գիտեմ, որ այսպիսի մի բան պիտի ասեմ։ Դրա համար ինչ է տեղի ունենում մեր կյանքում, որ մենք չենք հետաքրքրվում, չենք իմանում, թե յուրաքանչյուր շաբաթ, շաբաթվա մեջ, յուրաքանչյուր օր ինչ խորհուրդ ունի։ Տեսեք օրինակ հիմա զանգել են մարդիկ, հարց են տալիս, ասում է մեր երեխային կնքել ենք, մեր երեխայի մկրտությունն է, կամ մեր երեխայի 40-ն է, չգիտեմ ինչն է, եւ այլն։ Կարելի է մատաղ անել։ Ասում եմ չէ, մատաղը ուտիք է։ Այսինքն ասում եմ դե հիմա բացատրեմ իմացի։ Մատաղը մսային յուղային կերակուր է։ Ձեր պատկերացմամբ։ Բնականաբար, եթե ասեմ գիտես ինչ, գնացեք լավաշ մատաղարեք կամ ձեթով բորշ մատաղարեք, հաստատ չեք անի։ Դի պարտադիր յուղոտ մի սլմի դմագը մեջը, որ ուտեք ճպճպարեն, ասեք հագենեք։ Ասենք մի քանի հատ է դուրում անեք, բրտուջանեք, ասենք դրանով ուտեք, որ իմանաք, որ դա մատաղ է։ Մի երկու բաժակել, հրայից կոնձեք։ Բայց սա չի մատաղը, մատաղը ճիշտ չենք տոնում, յուրաքանչյուր ծես, իսակար ճիշտ չենք անում, դրա համար է չենք կարողանում բացատրել, թե ինչ ենք արել, դրա համար է մեկ կողքի հարևանը, որ ավետարանչական է, բողոքական է, չգիտեմ, կյանքի խոսք է, Եհովայի վկա է կամ չգիտեմ, զար ու զղկրտուն է, այդ կողքինն էլ գալիս ասում է, դուք Հիսուս չեք պաշտում, դուք պաշտում եք նյութը, Երբ որ ասում չէ, մենք Հիսուս Քրիստոս ենք պաշտում, հարց է տալիս, թե որ Հիսուս Քրիստոս ես պաշտում, հələ Աստվածաշնչում մեջ մի հատ թերթի ինձ ցույց տուր տեսնեմ, թե մատաղ անուն այդպես ոնց որ դու ես անպես կա։ Այդ որ Աստվածաշունչը գիտես, եկեղեցի չես գնում, քարոզ չես լսում, որ ամենակարևորագույնն է, կամ քարոզի ժամանակ գտնվելու ժամանակ պատարագի, երբ որ քարոզ է մատուցվում, Պատարագի սիրտն է սուրբ հաղորդությունը և քարոզը։ Մնացած պատարագի ամբողջ եղելությունը ժամ ու կիսվա ընթացքը, դա ընդամենը գեղեցկություն է, զարդարանք, բեմականացում, որպեսզի մարդկանց գայթակղես։ Սարգսակը էս մի բեմի, էս մի կողմից վազում գնում է, մի կողմից վազում գնում է, մի կողմ, կաբիգություններ է անում բեմի վրա։ Քահանաներ իր հերթին են, դպիրներն իր հերթին, մյուսներն են, ասենք, եկեղեցու մեջը սինտեզատորով նվագում են, որպեսզի մարդկանց գայթակղեն, շոհեն։ Այսինքն պատարագի գրեթե 90%-ը բեմականացում է մարդկանց գայթակղելու համար։ Բայց իհարկե դրա մեջ որոշակի խորհուրդներ կա, յուրաքանչյուր ծես, իսակար ժամերգություն, օրինակ հիմա ժամերգությունը չէ արեց, ինչ է եկան կամ տեսնեն ուղիղ մեր ժամը զրծրացին, ինչի համար երկեցինք ստեղ, խորհուրդ կա դրա մեջ, չէ, ես օրինակ ես թերթիկները բաժանել եմ ցես, թե ամեն եկեղեցի չէ, որ ունի այդ թերթիկները, ես հնարավորինս կարողացել եմ գտնել, թարգմանել, բերել, մատուցել ձեզ, որովհետեւ դուք եւ գրաբարը ունենաք եւ աշխարհաբարը ունենաք, աչքի տակ անցկացնեք գրաբարը, որովհետեւ ծեսը ճիշտ է գրաբարով է,
Որտեվ հանգը գրաբարինն է բռնում։ Երբ որ ուզում ես մի բան ասես, մի բան երկես, մի բան արտասանես, գիտեք, որ քարոզ խոսությունը երկեցողությամբ է, չէ՞։ Ինչպես որ Սուրբ Խաչիրը սաղաչես ու կսեր, զիսովա երկեցես, երկում ենք։ Քարոզը երկեցողությամբ է, սաղմոսները երկեցողությամբ է, շարականները երկեցողությամբ է, մեղեդիները երկեցողությամբ է։ Ասենք շատ բաներ կա Ծեսի ծիսակարգի մեջ երկեցող։ Միայն մաղթանքն ու աղոթքն է, որ երկեցողություն չէ, որը քահանայի բաժինն է։ Մնացածը բոլորը երկեցողություն է։ Իսկ այդ երկեցողությունը դարերի ընթացքում էր եկեղեցական հայրերը դասակարգել են գրաբարի վրա, գրաբարի լեզվի վրա։ Դրա համար եթե դա փոխես աշխարհաբար, չի ստացվի։ Կստացվի, չգիտեմ, խառաշփոթ չի լապել։ Հանգը չի բռնի։ Ինչպես յուրաքանչյուր երկ, չգիտենք, էդ էլ չգիտենք, որ յուրաքանչյուր երկ գեղեցիկ է իր հանգավորման մեջ, իր մտքի ու գաղափարների մեջ։ Ոչ թե մենակ մետարի ու մեբարի վրա։ Ուրեմն պես էլ եկեղեցական շարականներն են, պես դասակարգված։ Հիմա յուրաքանչյուր պատարակ էսպես դասակարգված է, յուրաքանչյուր ժամերգություն դասակարգված է, յուրաքանչյուր տոն, ծես, ծիսակարգ դասակարգված է, տարվա վրա է բաժանված։ Տարին ունի 356, 55, 56 օր, հիմա այս օրերի վրա բաժանված է օրվա խորհուրդները եկեղեցական ծեսն ու ծիսակարգ, որ ամեն օր մարդու միտքը ազատ չմնա ուրիշ բաներով չզբաղվի։ Գայթակղություններով չզբաղվի։ Մարդու միտքը որովհետև ազատ մնաց, գտնիկ մեղքի մեջ։ Եկեղեցական հայրերը դրա համար են ստեղծել առավոտից իրիկուն է ծեսն ու ծիսակարգ ու տոնակատարությունները, որոնք գարշելի են թվում աղանդավորներին կամ աղանդավորամիտ գաղափարախոսություն ունեցող մարդկանց։ Կամ ծույլ մարդկանց։ Այդ ինչ են անում, որ առավոտից իրիկուն գնում են եկեղեցի, հալելույա կանչում տալիս։ Հիմա դրա համար երբ որ մարդը հարցում ասում է երեխայիս կնքել է մատաղ պիտի անեմ, ասում եմ մատաղ չի կարելի, 40 պահքի շրջանում մատաղ չի կարելի, բա երբ է կարելի, ասում եմ թողեք զատիկը դուրս կա, զատկից հետո կարող եք մատաղել անել, ուտել, խմել, ինչ կուզեք են արեք, Աստված ձեզ է։ Դե ասում է արդեն որոշել եք, նպատակը դրել ենք, դու որոշել ես, նպատակը դրել ես, միակ չես հետաքրքրվում նախապես թե իբրև քրիստոնյա ես դու ինքդ քեզ համարում, չես հետաքրքրվում տեսնես թե հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս եկեղեցական ինչ տոներ ու տոնակատարություններ կա, արդյոք կարելի է թե չի կարելի։ Եթե դու այսքան ժամանակվա քրիստոնյա ես, 1735 տարվա, 1740 տարվա հեչպես կոնե քրիստոնյա ես, չհամարենք են անցած 300 տարին Թադեոս Սպարտոկոս առաքյալների շրջանից սկսած, այլ սկսենք Գրիգոր Լուսավորչիով, 1740 տարվա քրիստոնյա ես, դու այսքան ժամանակ հետ չես լսել, հետ չես իմացել 40 պահք է ինչի մասին է։ Դու չես իմացել, որ 40 պահքի շրջանում, են անցած անգամ էլ պատարակի ժամանակ, որ քարոզ էի տալիս, ասի չէ, կապ չունի, դու պահք պահում ես, թե չես պահում։ Վերջը, դու քրիստոնյա ես, պետք է պահես, չես պահում, մի պահի, եթե չես կարող պահել, մի պահի պահքդ, բայց հոգևոր պահքդ պիտի պահես, պարտավոր ես պահել, չես պահում նյութականը, մի պահի, թող քեզ ուտի այդ նյութականը, ոչ էլ կքննադատվի, բայց եթե դու քրիստոնյականը չես պահում, այսինքն երկու իմաստ ունի, չէ, ֆիզիկական, աշխարհիկ եւ քրիստոնյական, մարմնավոր եւ հոգեվոր, դու եւ մարմին ես եւ հոգի, եւ մենք մարմին ենք եւ հոգի, չէ, կենտանի չենք, կենտանին մենակ ունի մարմին, հոգի չունի, իսկ մենք ունենք եւ մարմին եւ հոգի, դրա համար է կոչվում ենք հոգի, 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի, 4 հոգի, մարդուն չեն ասում 1 ինչ, 2 ինչ, 3 ինչ, հոգի ենք ասում, որովհետև մեր ներսում կա հոգի եւ կարևորը հոգին է, ուրեմն Աստված քեզ տվել է հնարավորություն 6 օր արարելու, 7-րդ օրը հոգուտ մասին մտածելու, 6 օր ժամանակ ունես շաբաթվա մեջ, 6 օր ժամանակ ունես մարմնին տալու, դու ինչքան կուզես, բայց 1 օրը պետք է տաս գոնե հոգուտ։ Եթե չես տալիս,
Ուրեմն տարվա մեջ եկեղեցին Աստծո հրամանով, Աստվածաշնչի խոսքով, խրատներով, խորհուրդներով 40 տած պահքի շրջան է ստեղծում, որ ամբողջ տարվա մեջ այդ որ ցոփ ու շվակ կյանքով ապրել ես, կերել, խմել, տրզել ես։ Հասկացա։ Հիմա 40 օր է հոգուտ մասին մտածել։ Մնացածը տվել ես մարմնին, գոնե 40 օր է հոգուտ։ Ինչ կլինի։ Տարվա 99%-ը տվել ես ժամանակավոր մարմնիդ, ընդամենը 1%-ն է Աստված պահանջում, որ 10 հոգուտ, 1%-ն է հերիք հոգուտ, շատ պետք չէ 99%-ը լինի մարմնիդ, թող մնա ժամանակավորիդ, 1%-ն է հավիտենականին պետք, դու այդ 1%-ն չես տալիս, ասում է, դե որոշել ենք ինչպես ան, դե որոշել ես ասում եմ, այդ մատաղըտ նախ այդ աղըտ չի օրտնվելու, չվերես չեմ օրտնելու ես այդ աղըտ, կգնաս այդպես մատաղ կանես, օրտնվի էլ, չորտնվի էլ, միևնույն է, Աստված չի օրտնելու այդ մատաղը, ընդունելի չէ, 40 տած պահքի շրջանում մատաղն ընդունելի չէ, կուզես մատաղ անունը դիր, մատաղ կեր, ընդունելի չէ, հիմա նույնն է, ինչպես օրինակ, ասում եմ, ժողովուրդ, ամեն չորեքշաբթի ուրբաթ օրերին, պահոց շրջանից դուրս, տարվա մյուս եղանակների, մյուս շրջաններին, ամեն չորեքշաբթի ուրբաթ օր պահք է, կան շաբաթապահքեր, 11 շաբաթապահք կա, ամեն սրբոց գերագույն սրբոց տոների նախորդող օրերին և 2 տաղավար մեծագույն տոների նախորդող շաբաթները պահոց է, սուրբ պահք է, ասենք առաջավորած պահքը, այդ մեծ շաբաթ է, շաբաթա պահք է դա, պահք է Աստվածազնի պահքը, պահք է խաչի տոնի նախորեի պահքը, պահք է Գրիգոր Լուսավորչի պահքը, երբ այն, սրանք 11 ունենք ամբողջ տարվա կտրվածքով, 11 շաբաթա պահք, որին հաջորդում է շաբաթ օրը տվյալ սրբի տոնը, պարդատիր, եթե գերագույն գլխավոր սրբի տոն է, շաբաթ օր է պարդատիր, անփոփոխ, եթե տերունի տնօրինական տոն է, այսինքն այն տոները, որոնք վերաբերում են անմիջականորեն Աստծուն Հիսուս Քրիստոսին, դրանք տոնվում են պարդատիր կիրակի օրը։ Մեկ տոն է ընդամենը, որի հետ համակցված է նաև 40 օրվա խորհուրդը, մեկ տոն է ընդամենը, որ կիրակի չի տոնվում, կարող է չգնել կիրակի, դա սուրբ ծնունդն է։ Եվ տյառն ընդառաջը։ Սուրբ ծնունդը տյառն ընդառաջը իրար հետ կապակցված են։ Դրա համար, երբ սուրբ ծնունդը եղավ, տյառն ընդառաջը 40-րդ օրը։ Դրա համար կարող է չգնի կիրակի։ Մնացած Քրիստոսին վերաբերվող Աստվածաշնչի բոլոր պատմությունները, տոները, բոլորը կիրակի օր են։ Մինչև այսօր մեր ժողովուրդը, մեր քրիստոնյան ժողովուրդը զարմանում մնում է ուղղակի։ Չգիտի, որ Զատիկը կիրակի օր է միշտ։ Մինչև այսօր 1740 տարվա հայ քրիստոնյան, որ ինքն իրեն քրիստոնյա է համարում, չգիտի, որ Զատիկը միշտ կիրակի օր է։ Ուրեմն սրանք այնպիսի բրմիցի բաներ են, որ պետք է իմանան իբրև քրիստոնյա։ Նույն բանն է, ինչ որ կամ հասնեմ հիմնական թեմայից։ Միջինքն է, դա քրիստոնյական խորհուրդ է, 40 տած պահքի միջանկյալ հատվածն է։ 20 օր մենք տոնեցինք նախապատրաստական, մեզ ավետարանը նախապատրաստեց բացատրելով, տալով հնարավորություն, որպեսզի մենք գիտակցենք, ով էինք, որտեղից եկանք, ուր ենք գնում, ինչի մեջ ընկանք։ Հիմա 20 օրը լրացավ, 20 օրից հետո հաջորդ 20 օրը արդեն պետք է մակարենք վեր բարձրանալ։ Մինչև այդ իմացանք ինչի համար էինք ընկել, սովորեցինք, ինչ իմացանք, որ Ադամն ու Եվան մարդը գտնվում էր դրախտի մեջ, առոք ապրում էր, մարդու մեղքի պատճառով ընկավ, արտաքսվեց, արտաքսման կիրակին եկավ, մեղք գործեց, արտաքսվեց, չէ՞։ Հետո եկավ ինչը, անառակ որդու կիրակին, ինչ տեղի ունեցավ։ Մենք ընկանք անառակության մեջ
մակարեցին, պայքարեցինք, ճանապարհ փնտրեցինք աստվածային պատվիրանների համաձայն, որպեսզի գտնենք մեր մեղքս, գտնենք սխալը, թե մենք որտեղ ենք սխալվել, որպեսզի կարողանանք այդ ցեղից դուրս գանք։ Հիմա եկել հասել ենք այդ պահը, հիմա պետք է ցեղից դուրս գանք։ Հաջորդիվ, երբ որ եկավ դատավորի կիրակին, արդեն ցեղից պետք է դուրս գանք։ Ըստ մինչև ծաղկազարդ։ Հիմա այս միջանկյալ հատվածը կոչվում է միջինք։ Երկու մասից էր բաղկացած պահքը, հա, 20 օրը իմացություն, մեղքի իմացություն, գիտակցում, մտորում, մյուս 20 օրը ապաշխարություն, խորացված։ Արդեն այդ մեղքից դուրս գալու ճանապարհ։ Ուրեմն այս միջանկյալ հատվածը որպեսզի անցնենք, մենք ինչ ենք անում, ինչ որ մի ժողովրդական, քրիստոնեական, եկեղեցական խորհուրդ ենք տոնում, թխում ենք բաղարշ հաց, ինչի բաղարշ, ինչ ենք թխում դա, պետք է գնանք 5 տակառ։ Ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, հիշենք, երբ որ հրյա ժողովուրդը Եգիպտացիների երկրից դուրս եկավ, պետք է դուրս գար, վերջին անրանիկների կոտորածը տեղի ունեցավ, եւ Մովսեսի ժամանակ չպատմեմ այդ պատմությունը, որտեղ մինչև լույս կպատմեմ։ Անրանիկների կոտորածը տեղի ունեցավ, 10 փորձություններ կրեցին եգիպտացիների երկիրը, հրյա ժողովրդին Մովսես մարգարեի միջոցով վերջին անրանիկների կոտորածից հետո դուրս պետք է գային։ Ինչ տեղի ունեցավ, Աստված պատվիրեց, ասեց հրյա ժողովրդին Նիսան ամսվա առաջին շաբաթից մինչև Նիսան ամսվա 21-րդ օրը։ Նիսան ամիսը հենց սա է, այս պահոց շրջանն է, դա է նկատիվն է։ Ճիշտ է, 5 տոմարով Նիսան ամիս է, նոր տանվարով մենք համապատասխանեցրել ենք մարտ, ապրիլ ամիսների միջանկյալ հատվածի հետ։ Միշտ էլ պահքի միջին հատվածը գնում է մարտ ամսվա այս հատվածը։ Մարտը հենց նույն Նիսան ամիսն է։ Հիմա ասում է գնա պատվիրի հրյա ժողովրդին, որպեսզի գերությունից ազատագրվելու համար, գերությունը աստվածաշնչով պատմություն է նկարագրում, որ պատմությունը գերության մեջ են եգիպտացիները, բայց իրականության մեջ սա հոգևոր խորհուրդ ունի։ Մենք ինչ գերության մասն ենք խոսում։ Գերությունը ո՞րն է։ Մեղքի գերությունը։ Այսինքն, եթե եգիպտացիները եբրայեցիները գտնվում էին եգիպտացիների երկրի մեջ գերության մեջ, նշանակում է, թե նրանք գտնվում էին մեղքի մեջ, ըստ քրիստոնեական պատկերացման։ Հիմա ինչպես մենք գտնվում էինք գերության մեջ, մեղքի սատանայի գերության։ Հիմա եկավ հասավ պահը, որ պիտի ձերբազատվենք այդ գերությունից։ Ինչ պատվիրեց Աստված, ասեց կթխեք մեկ բաղարշ հաց, առանց թթխմորի, կպատրաստեք այն ընտանիքի անդամների չափով, քանակով, եթե այն շատ է, կհրավիրեք հարևաններին, բարեկամներին, որպեսզի մեկ փշրանք չպետք մնա, բոլորը պետք է ճաշակեն դրանից։ Հասկանաք։ Սա ձեզ համար թող լինի բաղարջակերած տոն, որից հետո կնախապատրաստվեք զարգական շրջանին։ Մեկ 15 օր բաղարջակերած այս շրջանն էր, որից հետո պետք է գա արդեն զարգական շրջան։ Զարգական շրջանն է դարձյալների նախապատրաստվում է մեկ շաբաթ, թե ինչ պետք է անենք, վերցնեք մեկ կար, կմորթեք, գարան այլունը կքսեք տան 3 շեմերին, եւ երբ որ այդ գիշեր հրեշտակը գա անրանիկների կոտորածը տեղի ունենալու, ուրեմն երբ այն տան շեմերին, որտեղ որ տեսնի այդ գարան այլունը, ուրեմն այդ տունը փրկված կլինի, նշանակում է տունը փրկվեց, Աստծո շնորհը իջավ այդ տան վրա։ Հիմա Քրիստոսի աշխարհ գալով այլևս այլան կարիքը չունենք մենք, այլ ինչ ենք կատարում, ջրով ենք մկրտում, ջրով ենք սրբագործում, բացի դրանից արդեն պատարագի ընթացքում սուրբ հաղորդությունը ճաշակում ենք, քանի որ Քրիստոս իր արյամբ փրկագնեց ամբողջ աշխարհը։ Այլևս ինչ ենք կատարում դրա փոխարեն։ Տնորթն ենք։ Մարդկան քահանայի կանչում ենք տուն, տնորթ ենք կատարելու, դա էլ արդեն զարգական շրջանից հետո։ Ուրեմն այս բաղարջակերած տոնի խորհուրդը այսօր միջինքի խորհուրդն է, նույն բանն է։ Մենք էլ գերությունից ազատագրվելու համար, մենք էլ ենք վերջը գերության մեջ ենք, հետո ինչ որ մեզ եգիպտացիները չեն գերել, մեզ սատանան է գերել։ Հիմա մենք էլ այդ գերությունից ձերբազատվելու համար բաղարջ ենք պատրաստում։ Մեջը խորհրդաբար ժողովրդական արդեն մոտեցմամբ դնում ենք կոպիք։ Դրա
Կամ ինչ-որ մի բան, բարդակի չէ դրամ լինի, ժեշտ, ես շատ գիտեմ, ցելոյից։ Կրծած լուսկու չոք։ Դնում ենք դրա մեջ, որպեսզի երբ որ կտրվի այդ բաղաչը ում հասնի այդ կտորը, ուրեմն նշանակում է, որ Աստված գթած այդ մարդուն։ Այս տարի Աստված գթած թողություն տվեց այդ մարդուն։ Այս տարի Աստված շնոր արեց այդ մարդուն։ Այս տարի Աստված փրկության ուղի տվեց այդ մարդուն, որովհետև այդ մարդը գուցե այս տարի մեռներ, մեղայաս։ Չի մեռնել։ Շնոր արեց այդ մարդը։ Գուցե այս տարի այդ մարդը ըկներ ավելի մեծ փորձության մեջ չի գնի։ Փորձություններից ձերբազատվելու է։ Ամեն դժվարություն հաղթահարելու է։ Ամեն փորձություններից ձերբազատվելու է։ Ամեն բան իր կյանքում լավ է լինելու։ Եթե ինքը պահի իր ճշմարիտ հավատքը, էս էլ կա։ Պիտի պահես հավատքը։ Չպետք է Պողոս Արաքյալն ասում է, չպետք է նստես թախտին, սպասես բախտին, որտեղ պետք է Աստված գա քո դուրը ինչ-որ բան, այլ պետք է գործ անես, այսինքն հավատքդ պահես։ Մյուսներն էլ են իրենց հավատքը պահելու, մեզ չէ որ մյուսները մի եթե այդ նյութը այդ ինչ-որ մյուսին չգա, ուրեմն վերջ Աստված իրան բարի աշկով չի նայել։ Իրան նայելու է, պարզապես տվյալ մարդը ավելի է գիտակցելու, որ ինքը ավելի մեծ պատասխանատվություն ստացավ իր վրա։ Ուրեմն ոչ թե որ այն ջայրների, երիտասարդների նման պիտի մտածենք, որ եթե կոպեկ է այսօր ընկել է, իրենց ուրեմն այս տարի ինքը պետք է պսակվի։ Այդ պսակվել, մսակվելու մասին չէ խոսքը։ Ոչ էլ այդ տարի փողերը գալու են իր գրպանը ու չեն գնալու։ Դրա մասին չէ խոսքը։ Այլ սա աստվածային շնորհի մասին է խոսքը, որ պետք է մարդը աստվածային շնորհ ստանա։ Փրկություն պետք է ստանա, հաղթություն պետք է ստանա, սատանային պետք է հաղթե։ Ինքը առաջնորդ պետք է լինի իր ընտանիքի մեջ։ Իրանով է Աստված այդ ընտանիքը փրկություն բերելու, իրանով է այդ Աստված այդ ընտանիքին օրհնություն բերելու։ Հասկանալի։ Ուրեմն այդ կոպեկի իմաստը այսպես է պատկերացնում։ Իսկ մնացած արդեն 5 գերությունից ազատագրման բաղարջակերած տոնին թխվող բաղարջի խորհուրդ։ Հիմա մարդիկ կան բաղարջը գիտեն, միջինգը գիտեն ինչ բան է, ասում եմ միջինգ, բայց չգիտեմ որ դա պահոց շրջան է։ Բոլորը համատարած ասում եմ, էլի տներով էլ այցելություն որ կատարում եմ կամ իմանում եմ կողքից։ Մարդիկ պահք չեն պահի պահքի մեջ, չեն առասմտած պահքը չգիտեն, ինչ բան է, ոչ մի բան չէ։ Ուղղակի ականջներին կպել է, ինտերնետով են կարդացել։ Ինտերնետով ասել է, բաղարջակիրած տոնն է, բաղարջուտերի տոնն է, միջինգ է։ Գաթա թխենք մեջը դնենք կոպեկ։ Այս նրանք բռնել են յուղով, ճպճպան գաթան թխել են, մեջը դնում են կոպեկ։ Այդ չեղավ միջինգ։ Միջինգը ճպճպան յուղով գաթայի հետ ինչ կապ ունի։ Ուրիշ օր չէիր կարա այդ գաթան թխեի ուտեի, պես կարոտ էի մնաց այդ գաթ։ Ուրիշ օր թխեք էր։ Սուրբ ծննդյան տոնին թխեք էր։ Բայց ոչ միջինգի, միջինգի գաթան բաղարջը պարդատիր պետք է լինի պահքի, ոչ ուտիքի։ Իրավունք չունենք, անեծք է, նզովք է, եթե միջինգի գաթան որևէ յուղով կատնեղենով կամ չգիտես ինչով թխես։ Որովհետև դա իրական 40-ած պահքի շրջանի խորհուրդ է, ոչ թե ուտելիքի խորհուրդ։ Չպետք է խառնենք սրանք իրար հետ։ Ուրեմն մեզ որ այսօր էլ մենք, ինչպես ամեն տարի, այսօր էլ մենք հավաքվել ենք այստեղ, միջինգի ժամերգությունը կատարեցինք, փառք տվեցինք Տիրոջը, խնդրեցինք Տիրոջը մեր մեղքերին եւս մեկ քայլ առաջ գնալով մեղքերին թողություն տա, կամաց մոտենալով ապաշխարության շաբաթներին։ Եվ մենք էլ անցում կատարելով այս 40-ած պահքի շրջանի երկրորդ մաս, երկրորդ փուլ, այստեղ ենք բերել մեր տիկնանց շնորհիվ միջինգի գաթա, որը կիսվելու է, հիմա բաժանվելու է մեզ յուրաքանչյուր երկու հատ է, չէ, երկու գաթա ունենք այստեղ, չէ, երկու գաթա, այսինքն երկու հատ կոպեկ կամ ինչը գրվա, երկուսիդ երկու հոգու հասնելու է։ Անցյալ տարի չգիտեմ ում էր հասավ, Աստված շնորհարեց թե չարեցին կգիտի, բայց ամեն դեպքում այս տարի էլ դարձյալ էլի մոտենանք, որևէ մեկ մարդ չխռովի, չգնա, չհեռանա, չասի ու ես չեմ ուտի բան չի։ Բոլորս էլ պիտի մի փոքրիկ բաժին ուտենք, որ Աստված այս շնորհը բերի մեր դուրը։ Քանի որ գտնում ենք եկեղեցու օրհնություն ստացել եք, այդ բաղարջից է պետք է ճաշակի։ Դու պիտի կիսես։ Այնպես որ չէ, բարդատից չէ որ արան կիսի։ Կիսեք, ով թեխեք
այո։ Ով որ աշկաչապը լավ է թող կիսի։ Աշկաչապով կիսի, մեկին սկանչացնի։ Աստված պահապան բոլորիս, թե գիտենք ուր պատվորը երեկոյան ժամը 5-ին ժամը 2-ին։